Այս անարժանապատիվ իրավիճակում, եթե այդ ընտրությունները չի հեռացնելու այս իշխանությանը, հասկանում եք, մնացածը ինձ համար արդեն գոյապահման կռիվ է լինելու սեփական հայրենիքում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ընտրություններում եթե հանկարծ իսկ հնարավորությունները իրենց ձեռքին են կեղծիքների, գիտենք նաև, որ դրսից իրենց պաշտպանող շատ ուժեր կան, որովհետև իրենք դեռ տալու բան ունեն Հայաստանից, հնարավոր է իրենց միջոցով կարողանան այս իշխանությունները վերընտրվել։ Մենք շատ լավ հասկանում ենք նաև, որ վերընտրվելուց հետո Հայաստանում ստալինյան կարգեր են համարյա լինելու եւ մենք պատրաստ ենք դրանից չենք վախենում, բայց հույս ունեմ նաև, մեծ հույս ունեմ, որ այդքան դաժան չի լինի մեր ճակատագիրը եւ կլինի փոփոխություն։ Որ ուժերը ինձ համար հիմա կարևոր է, որ լինի փոփոխություն այս իշխանությունը գնա, որովհետև իրենք մնալով կհասցնեն վերջնակետի մեր ազգային պետության կործանումը։ Ես ասում եմ, գուցե պետություն կլինի, գուցե նույնիսկ հարուստ պետություն կլինի, բայց դա ազգային չի լինի, իսկ ինձ համար արդեն դա երկրորդական է, որտեղ լավ պետություններ աշխարհում շատ կան։ Այդ դեպքում ես կգնամ կապրեմ արդեն շատ հարուստ պետություններում։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Հետևաբար այսօր պետք է ամեն ինչով օգնել ընդդիմությանը համախմբվելու եւ նախ հեռացնելու այս իշխանությանը։ Դրանից հետո արդեն անկախ նրանից թե որ ուժը կգա, այ նրանց դեմ մենք արդեն նրանց ոչ թե դեմ պիտի պայքարենք, այլ նրանց պիտի կարողանանք ծառայեցնել եւ աշխատեցնել, ինչպես իրականում մեր սահմանադրությունը ասում է, չէ, իշխանությունը ժողովրդին է, այսինքն այս ընտրություններից հետո ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքը պիտի թելադրի երկրում արժեքները, որ ինքը պիտի պահանջի, իսկ իշխանությունը պիտի ծառայի։ Մենք շատ սխալ բառ ենք դրել, իշխանություն, իրենք էլ իրենց իշխանների տեղ դրած, ով գալիս է թալանում է։ Մենք պիտի այդ բառը ջնջենք մեր բառարաներից եւ գրենք ծառայություն։ Նրանց մենք վարձատրում ենք, որ մեզ ծառայեն, իրենք մեր ծառաներն են, Նիկոլ Փաշինյանը այս ժողովրդի ծառան է, իր բոլոր նախարարները այս ժողովրդի ծառան են, իրենք մոռացել են դրա մասին։ Ես հենց նայում եմ իմ թորնիկին, հասկանում եմ, որ ես ուժասպառ լինելու, վհատվելու, հուսահատվելու իրավունք չունեմ, որովհետև շատ թանկ եմ վճարել դրա համար, եւ ինձ համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։